Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր կխոսենք լյարդի մի հիվանդության մասին, որը նախկինում շատ ավելի քիչ էին նկատում, բայց այժմ դարձել է լուրջ գլոբալ խնդիր։ Եվ ամենակարևորն այն է, որ այն հանդիպում է ոչ միայն գեր, այլ նաեւ ցածր քաշով մարդկանց մոտ։ Եվ հասկանանք, թե ինչու այն պետք չէ անտեսել։ Այսօր շատ ավելի հաճախ ենք հանդիպում լյարդի ճարպային հիվանդությանը, որը այժմ այլ անվանում ունի՝ մետաբոլիկ ասոցացված լյարդի ճարպային հիվանդություն, եւ անվանումը հենց հուշում է, որ պատճառը մետաբոլիկ խնդիրներն են, եւ ամենակարևորն այն է, որ դա հանդիպում է ոչ միայն գեր, այլ նաեւ նիհար մարդկանց մոտ։ Շատերը սա լուրջ չեն ընդունում, բայց փաստն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս հիվանդությունը հանդիսանում է լյարդի փոխպատվաստման ամենաառաջին պատճառներից մեկը։ Սկզբում լյարդում կուտակվում է ճարպը, որը բերում է լյարդի բջիջների քայքայման, այնուհետև այս վիճակը կարող է բերել ֆիբրոզի, մի քանի տարի հետո ցիրոզի առաջացման, իհարկե ոչ բոլորի մոտ, բայց ցիրոզի զարգացման ռիսկը իրական է։ Նախկինում այսպիսի ցիրոզները բժիշկները չէին վերագրում ճարպակալմանը, ավելի շատ խոսվում էր ալկոհոլային կամ վիրուսային հեպատիտների մասին։ Այդ պատճառով նման դեպքերը հաճախ վերագրում էին կրիպտոգեն ցիրոզին, այսինքն առանց հայտնի պատճառի, բայց հենց նման պացիենտներից շատերը ունեին ավելորդ քաշ։ Այսօր գիտենք, որ այդ կապը գոյություն ունի, բայց գենետիկան էլ մեծ դեր ունի։ Ոմանք ունեն ավելորդ քաշ, բայց լյարդը ավելի դանդաղ է վնասվում, իսկ ոմանք էլ ունեն երրորդ աստիճանի ճարպակալում, բայց նրանց լյարդի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես հասկացանք, լյարդի ճարպային հիվանդությունը միայն ավելորդ քաշ ունեցողների խնդիրը չէ։ Այն կարող է հանդիպել նաև նիհար, բայց գենետիկ նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ։ Այդ պատճառով կարևոր է ժամանակին հետազոտվել, հետևել ֆիզիկական ակտիվությանը եւ սննդակարգին։ Այժմ խոսենք լյարդի ճարպակալման բուժման մեթոդների մասին։ Երբ խոսում ենք լյարդի ճարպային հիվանդության բուժման մասին, ամենաառաջին եւ կարևոր քայլը քաշի նվազեցումն է ապրելակերպի փոփոխության միջոցով, բայց ամենավատն այն է, որ մարդկանց մեծ մասը այս խորհուրդներին չի հետևում։ Այսօր իրականում հստակ, արդյունավետ եւ կիրառվող դեղորայք լյարդի ճարպային հիվանդության բուժման համար դեռևս գոյություն չունի։ Այդ պատճառով շատ բժիշկներ, որպեսզի չհիասթափեցնեն պացիենտներին, նշանակում են տարբեր հավելումներ, տարբեր դեղորայքային խմբեր։ Լավ նորությունն այն է, որ այս ուղղությամբ բավականին լայն հետազոտություններ են տարվում եւ կան արդեն որոշակի դեղորայքային խմբեր, որոնք դիտարկվում են որպես այս խնդրի հնարավոր լուծում։ Բայց այս պահին շատ կարևոր է հիվանդին ճիշտ տեղեկացնելը, մոտիվացնելը եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը շեշտելը։ Պետք է հստակ հասկանալ, որ լյարդը վնասվում է վիսցերալ ճարպի պատճառով։ Եվ շատերը հարց են տալիս. ես նիհար եմ, իսկ ինչու է ինձ մոտ ստեատոզ հայտնաբերվել։ Սրա պատասխանն այն է, որ նույնիսկ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ կարող է դիտվել վիսցերալ ճարպակալում, եւ այս ճարպը հեռացնելու լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է եւ քաշի նվազեցումը։ Իդեպ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ թեթև ֆիզիկական ակտիվությունը նույնիսկ առանց քաշ գցելու կարող է նվազեցնել լյարդում կուտակված ճարպի քանակը։ Իսկ ինչ պետք է ուտել։ Միջերկրածովյան բալանսավորված սննդակարգը, որը գիտականորեն ապացուցված մի քանի ասոցիացիաներ խորհուրդ են տալիս մետաբոլիկ ասոցացված լյարդի ճարպային հիվանդության ժամանակ։ Ինչպես տեսանք, լյարդի ճարպային հիվանդության բուժման գլխավոր բանալին առողջ ապրելակերպն է՝ մարզվելը, ճիշտ սնվելը եւ ակտիվ լինելը։ Իհարկե, նորարարական դեղորայքային միջոցները եւս իրենց դերը կունենան այս հարցում, բայց դրանց մասին կիմանանք առաջիկայում։ Առողջ եղեք եւ իրազեկված։ Ձեզ հետ ես էի գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։